Հարգելի հեռուստադիտողներ, ձեր սպասված Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ նորից տեսնելու ձեզ, շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, պատրաստվելիք ուտեստը մենք հույս ունենք, որ կլրացնի ձեր ընտանեկան կերակրացանկը եւ շատ ուրախ կլինենք, որ դա այդպես լինի, քանի որ պատրաստում ենք մեր ազգային աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցի ուտեստ։ Իսկ պատրաստելու ենք այսօր իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Գուրման հացատան ավագ խոհարար, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ Արսեն Թոմասյանի հետ։ Ողջույն Արսեն։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն։ Ոնց են գործերը։ Ամեն ինչ նորմալ է։ Նորմալ է, շնորհակալություն։ Ես չնշեցի, որ հաղթող Արսենի հետ, մտահղացումներով լի Արսենի հետ։ Արսեն ջան, ինչ ենք պատրաստելու այսօր։ Հորթի փապկամսից ամառային լանգետ։ Ամառային ուտեստ հորթի փապկամսից, ամառային լանգետ։ Օգտագործելու ենք ինչ միս։ Հորթի փապկամիս։ Ես այստեղ տեսնում եմ սուկի, որ ասում ենք, հա, ներսի ֆիլեն։ Այո։ Բանջարեղեն պիտի օգտագործենք։ Այո, լոլիկ, Սմբուկ եւ տակդեղ։ Եվ տակդեղ։ Եվ ինչ պես ենք համեմելու։ Համելու ենք հորթի փապկամիսը աղով։ Ու հետո մնացած բանջարեղենները կավելացնենք։ Իսկ այն ամենայն հիմնական համեմունքը է, որ միշտ բերում ես փառատոներին դու հետդ։ Որ ասում ես հոգի պիտի դնենք։ Հոգի եւ սիրտ իհարկե։ Ահա։ Անպայման։ Առանց հոգու սիրտի ոչ մի բան չի։ Բնականաբար, սկսենք ինչ պիտի անենք։ Կա աշխատանք, որը ինձ կվստահես այս անգամ։ Այո, կվստահեմ բանջարեղենը։ Մշակենք։ Ինչեւ ես կմիացնեմ գազը կտեղավորեմ։ Բանջարեղենը մշակենք։ Իսկ սմբուկը պիտի մաքրվի, թե շերտերով որ անենք, ինչքանը որ կմնա, ոչինչ։ Հա, չի խանգարի։ Ոչինչ, չէ՞։ Համահունչ են, չէ՞։ Իհարկե։ Մանավանդ, որ ամռան մեր այս բանջարեղենները շատ ավելի համեղ են եւ շատ ավելի, այսպես տարբերվում են նույնատիպ բանջարեղեններից, բայց ոչ Հայաստանում աճեցված, ճիշտ եմ ասում։ Իհարկե։ Մեր սքանչելի երկրում ինչ որ ցանես Համեղ է լինելու։ համեղ է լինում, չէ՞։ Արսեն ջան, դժվար է կրել խորովածի հաղթողի դափնին։ Իհարկե։ Դժվար է։ Բոլորը հարցնում են, ոնց հարեցիր, այս ինչ հարեցիր։ Իսկ չեն ասում ինչքան կաշառեցիր, որ առաջի տեղը մնաս։ Մենք հնարավորություն չունենք ժյուրիին կաշառելու։ Դες մարդը ժյուրին չէր ճանաչում։ Ես չեմ Իսկ ժյուրի անդամները այնպիսի այն մեր մշակույթի, արվեստի այն ներկայացուցիչներն էին բարեկամներ, որ որևէ մեկը չի կարող համարձակվել այս կամ այն միտքը թելադրել, չէ՞։ Իհարկե։ Տապակում ենք հիմա միսը։ Լոլիկը կտրատեցինք, սմբուկը կտրատեցինք, տակդեղը կտրատեցինք։ Պատրաստելիս ինչ մտքեր են գալիս քո մոտ, ինչով ես մտածում, ինչ ես մտածում եմ սնունդի որակի մասին, որ լավ ստացվում։ Միայն որակի մասին, չէ՞։ Իհարկե։ Հետո մտածում ես, թե արդյոք որ պատրաստեցի, ճաշակողը հավանելու է, թե չէ, չէ՞։ Իհարկե, անպայման։ Այն ինչ որ դու մտադրվել ես, արդյոք հասկանալու է ճաշակողը։ Անպայման։ Յուրաքանչյուր անգամ, երբ որ մենք միջոցառում ենք իրականացնում, շատ հատկապես այդ անունով իբր թե ճակերտների մեջ ռեստորաններից որևէ արձագանք չենք ունենում մասնակցության հարցով։ Այ ինչ ես կարծում, մենք մեր միջոցառումն է այդքան անլուրջ, որ չեն մասնակցում, թե իրենք են որպես խոհարար չկայացված խոհարարներ եւ վախենում են մասնակցել։ Վախենում են համարձակվեն, իրաց թվում է թե ես ինչ է կատարում, բայց հիանալի բան է փառատոնները մասնակցելը շատ հիանալի։ Բա ոնց մեր հասարակությանը, հանրությանն ասենք, որ այդ վախկոտ խոհարարների ռեստորանները մի այցելեք։ Գոնե ասել են դիտեն, կտեսնեն, որ վախենալու ոչ մի բան չկա։ Գոնե այցելեն որպես դիտողի դերում եւ չեն վախեն այս դե վախեցողը միշտ էլ վախենալու է, անկախ նրանից դա խոհարար է, թե այլ բնակավարի, եթե վախենում են, վախենում են։ Իհարկե։ Եթե չունի միտքը,
միտք չունի։ Վախ- Եթե խոհը չկա, Չի այդ կարող ինչ արարի այդ Իհարկե մարդը։ չի կարող։ Մաղալի կող պիտի միայն կատարի ուղակի։ Իսկ կարա կատարածը ցուցադրի ուրիշ ինչ է։ Այո։ Շատ լավ, ես ուղակի մեր հասարակության բոլոր անդամներին, մեր հասարակությանը խորհուրդ եմ տալիս, որ գնահատել պետք է այն խոհարարին, ով անվախ է, միտք ունի եւ մտահղացում ունի։ Մնացածը անուններ, ճռճռան անուններով, այսպես մեծ սրահներով քաբաբչիներին պիտի արհամարել ուղղակի։ Կարող են դա էլ տապակել մյուս թավայի մեջ։ Այո, խնդրեմ։ Հիմա կավելացնենք լոլիկը մսի վրա։ Ախ, հիմա հենց լոլիկը, հա, արդեն Այո։ հենց շրջեցիր, մի կողը Այո։ շրջեցիր, պիտի լոլիկները շարես։ Անպայման։ Եվ ինչ ես մտադրվել, լոլիկից պիտի լոլիկը տաքանա, հյութը փոխանցի Անպայման։ մսին եւ գնա շոգեխաշման process։ Անպայման։ Մտքերով լի Կավելացնենք ախ լոլիկին։ Գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, մթերքները նույնն են եւ յուրաքանչյուր խոհարար ունի այդ նույն մթերքները, բայց պատրաստելը, բայց հոգի դնելը, բայց մտահղացումը եւ այսպես սպասելիքներով լի այդ սպասումը, այդ հոգու թրթիռը ազդում է, որ ուտեստը լինի ել ավելի համեղ, ճիշտ եմ ասում։ Իհարկե։ Ոչ հիմա սղա չեք ասում։ Այո, հիմա միս է, լոլիկ է եւ սմբուկ է, մի պարագայում կարող է մի խոհարար տակդեղ, մի խոհարար կարող է նորից անել մի ինչ-որ բան ստացվի, կստացվի մի ինչ-որ բան, բայց Խորարանը պետք է ստացվի։ երբ որ տրամադրված ես, երբ որ լավ ես ուզում պատրաստել, երբ որ մտքիդ մեջ միայն դրական բաների մասին ես մտածում, միայն դրական լիցքեր ես հաղորդում ուտեստին, ուտեստը կստացվի անպայման հաջողված։ Շիպսի չունես։ Թեթևակի տապակեցինք նաև սմբուկը։ Կավելացնենք հետո տեղը։ Շատ հանդիպումների ժամանակ մեկ-մեկ նշում են, որ մեր խոհանոցում սմբուկի այդպես գործածումը այնուամենայնիվ մարդիկ կցանկանան, որ շատ ավելի շատ լինի, այսինքն շատ օգտագործենք սմբուկ։ Ինչ կարծիք ես։ Ճիշտ են կարծում, պիտի շատ օգտագործենք։ Պիտի շատ օգտագործենք։ Կավելացնում ենք Տակդեղը։ տեղը։ Թողում ենք պատրաստվի։ Բանջարեղենները թեթև ենք տապակում, տեսեք, տակդեղը կարելի է նույնիսկ թողնել մեջը դեռ լրիվ ամբողջությամբ չեփված, չէ՞։ Համը որպեսի ներատել։ Ապրես դու, ապրես դու։ Ահա, պատրաստվեց արդեն, հա։ Իհարկե։ Միսը, լոլիկը եւ համքեղը համ հաղորդեցին այս ուտեստին։ Հիմա կփորձենք։ Ես ուղղակի հուշեմ մեր հեռուստադիտողներին, որ բարեկամներ ուտեստը ոչ միայն պիտի լինի գեղեցիկ, ոչ միայն պիտի լինի համեղ, այլ նաև պիտի լավ ափսեի մեջ այնպես դարձել, որ հարմար լինի նրանից օգտվել։ Սա նույնպես շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն մենք պիտի լավ դրության մեջ դնենք ճաշակողին, այլ ոչ թե անհարմար վիճակի մեջ։ Մի բան փորձելիս ամբողջը խառնվի եւ այլն։ Ճիշտ ասեցի, Արսեն ջան։ Անպայման ավելացնում ենք Հյութը իր խնդրեմ։
Ամառային ուտեստ հորթի մսով եւ բանջարեղեններով Արսեն Թովմասյանից։ Արսեն ջան, ինչ ցանկություն ունես, ինչ կուզենաս, որ քեզանից լսեն մեր հեռուստադիտողները։ Ցանկանամ, որ միշտ պատրաստեն սիրով, միշտ մատուցեն տեսքով եւ հաճելի բյուրով։ Ապրես դու Արսեն ջան։ Հարգելի հեռուստադիտողներ, միշտ սիրով պատրաստեք։ Ընդհանրապես միշտ ինչ որ գործ նախաձեռնում եք, պիտի սիրով կատարել։ Ձեր անունից եւս մեկ անգամ ուզում շնորհակալություն հայտնել Արսենին, ցանկանանք, որ նա իր մտահղացումների մեջ վերջնակետ չունենա, անսահմանափակ լինի այդ մտահղացումների, այդ երևակայության սահմանը եւ դրանից կշահի նաեւ մեր ազգային խոհանոցը։ Շնորհակալություն Արսեն։ Հարգելի հեռուստադիտողներ, ուտեստը հիմնական ուտեստ է, հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ եւ պահպանման ժամկետ 8-ից 10 րոպե, ճաշակել անպայման կարմիր անապակ գինով, ինչ գինով մենք հետո կասենք։ Սա մեր աշխատանքային օրվա վերջն էր եւ մնում է ինձ շնորհակալություն հայտնել Գուրման հացատան տնօրինությանը աջակցության համար մեր հաղորդումներին։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք հանդիպելու ենք ամեն օր եւ ուզում եմ, որ միշտ հաղթանակներով սկսենք այս տարին եւ ամեն տարի բոլոր տարիները եւ ուզում եմ, որ այդ հաղթանակները արձանագրվեն մեր բոլոր բնակավարներում։ Չենք մոռանալու մենք ոչ 100-ամյակը, ոչ 500-ամյակը, մենք պայքարելու ենք եւ հասնելու ենք պայքարով մեր հաղթանակներին։ Կարևոր է, որ մենք լինենք առողջ եւ երջանիկ եւ հանդիպենք ամեն օր։ Ստեսություն բարեկամներ։ Ամառային շունչ, տավարի փափկամիս 200 գրամ, լոլիկ 100 գրամ, սմբուկ 100 գրամ, տագդեղ 200 գրամ, ձեթ 50 գրամ, կարագ 50 գրամ, համեմ, աղ, պղպեղ, բարյախորշակ։